Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը 3 անգամ հարձակվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան վրա, դա անվանելով դիտավորյալ հարձակում։ Ալիևն այդ մասին ասել է Մյունխենում կազմակերպված պանելային քննարկմանը։ Առաջին հարձակումից հետո մենք ենթադրեցինք, որ դա պատահականություն է, եւ մեր ռուս գործընկերներին տրամադրեցինք Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր կոորդինատները։ Այս ամենին հաջորդեց եւս 2 հարձակում։ Այսպիսով սա միտումնավոր հարձակում էր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա, ասել է նա։ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն։ Մյունխենում Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով մերձավոր արևելքում ռազմական ներկայության ուժեղացումը պետք է այաթոլաների ռեժիմի համար ծառայի որպես զսպման գործոն։ Միջուկային համաձայնության հասնելու համար Իրանը պատրաստ է փոխզիջումային տարբերակներ քննարկել Միացյալ Նահանգների հետ, սակայն այն դեպքում, երբ ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացման հարցը։ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին։ Պաշտոնյան ասել է, որ գնդակն այժմ Միացյալ Նահանգների դաշտում է, եւ նրանք պետք է ապացուցեն, ուզում են արդյոք համաձայնության հասնել։ Լեհաստանը պետք է ընթանա սեփական միջուկային զենքը ստեղծելու ուղով, հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, հավելելով, որ ինքը Լեհաստանի միջուկային նախագծին միանալու մեծ կողմնակից է։ Դա այն ուղին է, որով մենք պետք է ընթանանք։ Մեր երկիրը գտնվում է զինված հակամարտության հենց սահմանին։ Ագրեսիվ կայսերական Ռուսաստանի վերաբերմունքը Լեհաստանի նկատմամբ քաչ հայտնի է, ասել է նա։ Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն, Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նրա պնդմամբ Ռուսաստանը չի ձգտում խաղաղության։ Մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի տարածքին, որովհետև միակ լեզուն, որ Ռուսաստանը հասկանում է, ուժի լեզուն է, ասել է Դանիայի վարչապետը։ Արգենտինայում արդեն քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում նախագահ Խավիեր Միլեի առաջարկած բարեփոխումների դեմ։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են աշխատանքային օրենսդրության ազատականացմանը, ներառյալ աշխատանքի ընդունման եւ ազատման նոր կանոնները, ինչպես նաեւ գործադուլի իրավունքի սահմանափակումը։ Օրինագիծն այժմ ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատ։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարակ Օբաման «Ստելու կարիք չկա» պոդքասթի ժամանակ պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ Այլմոլորակայիններ գոյություն ունեն, բայց ես նրանց չեմ տեսել, ասել է Օբաման։ Չինաստանում առաջին անգամ ներկայացվել է թափանցիկ հատակով ինքնաթիռի կոնցեպտ։ Այն ստեղծողների կանխատեսմամբ ուղևորները թռիչքի ժամանակ կկարողանան տեսնել ինքնաթիռի տակ բացվող տեսարանը։ Այս անսովոր լուծումն արդեն բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ոմանք նախագիծն անվանում են ավիացիոն նախագծման ոլորտում առաջընթաց, իսկ մյուսները կասկածի տակ են դնում դրա գործնականությունը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։